Երեկ մամուլում բավական հետաքրքիր մի տեղեկություն տարածվեց, որի համաձայն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը անվավեր է ճանաչել Արցախը լուծելու վերաբերյալ իր հրամանագիրը, որը եղել էր 2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ Դրան զուգահեռ երեկ նաև բավական հետաքրքիր իրադարձություններ էին տեղի ունենում ազգային ժողովում, մասնավորապես ՔՓ-ական Արսեն Թորոսյանը ըստ էության հայհոյանքներ հնչեցրեց երկրի բարձրագույն ամբիոնից մեր հասարակության զգալի հատվածին։ Այս թեմաների շուրջ ես մեկնաբանություն եմ խնդրել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանից, բարև ձեզ տիկին Հակոբյան։ Բարև ձեզ։ Արցախի նախագահ Շահրամանյանի այդ նոր հրամանագիրը, որով անվավեր էր ճանաչվում նախորդը, ինչ է նշանակում։ Իրականում հրամանագիրը նոր չէ, ուղղակի հանրության աչքից վրիպել էր ամսաթիվը, տարեթիվը։ Այն, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 19-ին 2023 թվականին է հրամանագրվել ավելի շուտ, ասեմ ինչ էր նշանակում։ Իրականում մենք երևի թե 1.5 տարվա ընթացքում այդ քննարկումների ընթացքում, երբ իշխանությունները ամեն կերպ փորձում էին մեղավոր կարգել թե Արցախի նորանշանակ նախագահին, թե հանրապես ժողովրդին, զինվորին, բոլորին, Առհասարակ արցախցիներին։ Առհասարակ արցախցիներին, բայց որևէ կերպ չկրել պատասխանատվություն իրենց հանցավոր անտարբերության կամ վարած քաղաքականության կամ չվարած քաղաքականության համար, մեր բոլորս սկսեցինք այդ ժամանակահատվածում արդարանալ, խոսելով այն մասին, որ այդ փաստաթուղթը ըստ էության իրավական որևէ հիմք չունի, ըստ էության այո, ինքը չունի իրավական հիմք, որովհետև պետությունները ստեղծում են ոչ թե անձինք, այլ ժողովուրդները եւ հետեւաբար ժողովուրդն է իրավասու նաեւ լուծարել։ Քանի որ նման որևէ process տեղի չի ունեցել, հետեւաբար Արցախի հանրապետությունը որևէ կերպ լուծարված չէ։ Սակայն այստեղ մի կարևոր հանգամանք ենք մենք բաց թողել անընդհատ արդարանալու այդ process-ում, այն որ տեսեք այդ փաստաթղթից որևէ մեկը չի խոսում, աշխարհում որևէ մեկը։ Ընդ որում այդ մասին չի խոսում նաև Ադրբեջանը, որովհետև այն պարագայում, երբ հենց պահանջողը իրենք են եղել, որովհետև շատ պարզ է ու հասկանալի, որ եթե Ադրբեջանը խոսի այդ մասին, ապա ստացվում է, որ ինքը ընդունում է, որ այո, 30 տարի շարունակ եղել է Արցախի հանրապետություն։ Այո, իր պետականությամբ, իր բոլոր պետական ինստիտուտներով կենսունակ։ Բայց տեսեք, որ այս հարցը շահարկեցին միմիայն Հայաստանի իշխանությունները։ Տեսեք, ստացվում է, որ իրենք բաց աչքերով նայում են հասարակությանը ու շատ հանգիստ ստում են։ Ստում են նախ այն առումով, որ իբրև թե իրենց համար եւս անակնկալ էր, որ իրենք տեղյակ չէին, բայց բազմիցս Արցախի նախագահը խոսել է այդ մասին, ասելով, որ ցանկացած քայլ քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ կամ համաձայնեցվել է Հայաստանի իշխանությունների հետ։ Եվ այդ, այսպես ասած, փաստաթուղթը, որևէ կերպ փաստաթուղթ կոչվել չի կարող, թե առաջինը, թե այնուհետև երկրորդ հրամանագիրը 2023-ի հոկտեմբերի 19-ի, դրանից տեղյակ են Հայաստանի իշխանությունները, դրանք նաև տրվել են Հայաստանի իշխանություններին։ Հետևաբար կարծես թե միակ պահանջատերը, միակ այսպես ուզողը այդպիսի փաստաթուղթ ունենալու, ստացվում է, որ Հայաստանի իշխանություններն են։ Տեսեք, ինչու երբևէ նաև այս երկրորդ հրամանագիրը չհրապարակվեց, որովհետև եթե մենք իրավական առումով նայենք, ինչը իրավաբանը, փաստաբանը շատ լավ բացատրել էր, ինքը եւս իրավական հիմք չունի, որովհետև առաջին փաստաթուղթը իբրև թե Արցախի լուծարման մասին այն չի հանրայնացվել, այն որևէ պաշտոնական կայքում չի տեղադրվել, հետեւաբար նույնիսկ եթե
մի կողմ դնենք, հա, այդ իր որպես այդպեսին փաստաթուղթ լինել կամ չլինելը, ինքը դրանից հետո այլևս որևէ իրավական էլի հիմք չէր կարող ունենալ, քանի որ չէր հրապարակվել։ Հետևաբար նույն կերպ որևէ հիմք կամ հետևանք իրեն չի կարող ներկայացնել նաև այս փաստաթուղթը, բայց քանի որ շահարկումները շատ էին եւ դա մասնավորապես զուտ իշխանությունների կողմից, իսկ վերջին ժամանակներում դուք տեղյակ եք այն այսպես շոուի վերածված դատավարությունները Արցախի համայնքի ղեկավարների նկատմամբ իրենք որպես հիմք ընդունել էին այն հանգամանքը, որ եթե Արցախի հանրապետության նախագահի կողմից լուծարված է, հետևաբար իրենք որևէ լիազորություններ չեն ունեցել, հետևաբար իրենք չէին կարող ներկայանալ որպես համայնքների ղեկավարներ եւ հետևաբար այդ գույքը տնօրինելու իրավունք եւս չէին կարող ունենալ։ Եվ այս կեղծ հիմքերով փաստորեն ստացվում է, որ իրենք կեղծ դատավարություններ են իրականացնում եւ ըստ էության այդ որոշումները, որ կայացնում են, դրանք անհիմն են եւ փաստորեն ստացվում է, որ օրենքից դուրս են։ Մարդկանց ուղղակի իրենք այսպես բռնաճնշումների են ենթարկում այդ կեղծ դատավարություններով։ Եվ դա էր պատճառը, որ այդ հրամանագիրը, որը այսպես թե այնպես այլևս ուժ չունի, որովհետեւ ինչպես եւ առաջինը նաեւ չէր հանրայնացվել, ստիպված եղան նաեւ հրապարակել, որպիսի Հայաստանի իշխանությունները չշահարկեն։ Ցավոք, երեք եւս իշխանավորներից մեկը, եթե չեմ սխալվում, աշխատակազմի ղեկավարը վարչապետի, էլի մի անհեթեթ, չգիտեմ, իրենք որտեղից են այդ մտքերը ընդհանրապես վերցնում, որ իբրև թե լուծարման փաստաթուղթը հրամանագրվել է Արցախի հանրապետությունում, իսկ այնուհետև այդ փաստաթղթի չեղարկումը հրամանագրվել է Հայաստանի հանրապետությունում, հետևապես առաջինը ուժ ունի, երկրորդը ուժ չունի։ Գիտեք, իրականում ես ուզում եմ հավատալ, ինձ համար անկեղծ ասած ավելի նախընտրելի է հավատալ, որ իրենք տգետ են ու չեն հասկանում այն, ինչի մասին խոսում են, որովհետև չգիտեմ որտեղից էր ինքը վերցրել այդ միտքը ու որպես այսպես հիմնավորում հնչեցրել, բայց մյուս կողմից էլ ցավալի է, որ ըստ էության իրենք շարունակում են այդ մեղավորներ կարգելու իրենց սովորույթը եւ որևէ կերպ հակված չեն գոնե պատասխանատվություն կրել, չգիտեմ, ինչ որ մասնակի դեպքերում գոնե։ Եվ այս առումով ես ասեմ, որ Արցախի հանրապետությունը միգուցեի դժբախտություն այս իշխանությունների, բայց ուրախություն, նույնիսկ եթե ուրախություն չէ, բայց հույս, հա, մեր ժողովրդի ինքը որևէ կերպ լուծարված չէ, այն շարունակում է օկուպացված մնալ թշնամու կողմից, սակայն այս անգամ առանց հայերի, որովհետև հայերը այնտեղից ուղակի բռնի ուժով զենքի այդ վտանգի ներքո ուղակի տեղահանվել են։ Անդրադառնանք երեկվա մյուս կարևոր իրադարձությանը, ես նշեցի, որ երկրի բարձրագույն ամբիոնից ԿՊԱ-ական ամենաուձիոս եւ տխրահարչակ կերպարներից մեկը Արսեն Թորոսյանը, ով հայտնի է նաեւ իր արցախատիացությամբ, հաստատության հայոյանքներ հնչեցրեց իրենց թուրք անվանողների հասցեին։ Դուք որպես մարդ, ով պատգամավոր է եւ վստահաբար ժողովրդավարական արժեքների կրող, ինչպես սա կգնահատեք։ Գիտեք, ես շատ դժվարությամբ եմ երեք դրվագները փորձել, ուղղակի գոնե կարճ հատվածներով լսել, որպեսզի պատկերացում կազմեմ, թե ինչ է կատարվում։ Նախ, եթե սարսափելի էր ու ականջ ծակող այդ փողոցային նախ խոսույթը, երկրորդը կեցվածքը, նույնիսկ գիտեք իրենց խոսույթին համապատասխան իրենք շարժումներ են անում, ինչը ինձ համար որպես այդ բարձրագույն ամբիոնն է դա, հա, երկրի բարձրագույն ամբիոնն է, որը իրենք ամեն կերպ այս տարիների ընթացքում թող ինձ ներող լինեն իմ հայրենակիցները, բայց այս բառի համար, բայց առիթը բաց չեն թողնում պղծելու։ Իրականում իրենք իրենց ներկայությամբ պղծում են եւ այդ շենքը եւ ընդհանրապես ժողովրդավարության մասին իհարկե խոսք լինել չի կարող, բայց դրան զուգահեռ երեք Մերձավանի դպրոցում
տեղի ունեցածը, երբ մեր հասարակությունը քննադատում էր թե ուսուցչին, մի մասը աշակերտներին, մի մասը ծնողներին, ես գիտեք, երբ համատականներ էի տանում, իրականում սա այն պատկերն է, որը իրենք ստեղծել են, հա, հենց այս իշխանությունները։ Եթե երեխան, եթե նույն ուսուցիչը, նույնիսկ ծնողը տեսնում է, որ կարող է իր ընտրյալը ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից հայոյել, նախ սեռական բնույթի հայոյանքներ էին իրականում դրանք, եւ երկրորդը այդպիսի տգեղ շարժումներ անել, միմիկաներ, ապա ինչ կրթության մասին ենք մենք խոսում։ Ու զուգահեռ դրան իրենք իրենց այդ անամոթ կեցվածքով, երկրի ղեկավարներին ոչ վայել պահվածքով ու հագուկապով, նաեւ այդ կրթելը նորաձև է, հա, իրենց այդ քարոզ արշավով ամեն կերպ փորձում են իրականում արժեքների ջարդ անել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ինչ խոսք ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող, երբ իշխող խմբակցության падգամավորները նման պահվածք են իրենց եւ ըստ էության դա բռնության կոչ էր նաեւ, հետեւաբար ես կարծում եմ, որ վաղ թե ուշ այդ փուչիկը, որ իրենք փչել են ու ի ցույց դրել աշխարհի, դա եւս պայթելու է եւ ցավոք սրտի դա նաեւ անդրադառնալու է թե մեր հասարակության, թե ընդհանրապես Հայաստանի Հանրապետության վրա։ Ստացվում է, որ անկիրթ, անգրագետ, փողոցային պահվածքով ու կեցվածքով մարդիկ այսօր որոշում են մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, ինչ անթույլատրելի է, անընդունելի է, որովհետև գիտեք, ազգային ժողովը իմ պատկերացումներով դա ժողովրդի հավաքական տեսակի, հա, ցուցադրությունն է եւ աշխարհը ժողովրդին նաեւ ճանաչում է հենց ազգային ժողովի միջոցով։ Եվ եթե այսօր աշխարհը տեսնում է ինչպես են ազգային ժողովի ամբիոնից ժարգոնով, փողոցային այդ լեքսիկոնով կամ բռնության կոչեր անելով հենց իշխանական թևը փորձում կառավարել կամ վախեցնել ժողովրդին, դա ցավալի է, որ հենց մեր ժողովրդի ու մեր ազգի մասին նաև կարծիքը հենց այդպիսին է ձևավորվելու, որ եթե մենք դարեր շարունակ խոսել ենք, որ իրականում քոչվորներից տարբերվող ենք, ես անկեղծ ասած, եթե համեմատելու լինեի եւ այլ ազգի ներկայացուցիչ, որևէ կերպ տարբերություն չէի տեսնելու այլևս հայ ժողովրդի եւ ինչ որ քոչվոր ցեղի առաջնորդի կամ ինչ որ խմբի հետ համեմատելիս։ Սա իրական պատկերն է այսօր, որ կա Հայաստանը եւ սա այն իրական Հայաստանի ցուցադրությունն է, որի մասին խոսում են այս իշխանությունները։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ հենց մեր անելիքն է շատ ամեն կերպ պիտի փոխվի, հա, դերերով փոխվեն, ժողովուրդը պիտի մեծ ճնշում գործադրի հենց նման իշխանությունների նկատմամբ եւ թույլ չտա, որ նման կերպարները ընդհանրապես ներկայացնեն ժողովրդին։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանությունների համար։ Թեմայի վերաբերյալ ես զրուցեցի Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։